2026-ի հունվարից հայոց բանակում պարտադիր ծառայությունը կդառնա 1.5 տարի։ Ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման բուն գործընթացը կսկսեն հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն կիրականացնեն 2025-ի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինծառայության զորակոչված քաղաքացիները։ Նշեմ, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Սարգսյանի փոխանցմամբ շարքային կազմի պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինծառայության գրավչության ավելացման եւ ընդնայման ուղղությամբ կատարված աշխատանքների շնորհիվ։ Մշակվել ու ընդունվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, ներդրվել է ատեստավորման համակարգը։ Այս պահին կարող եմ այդ թիվը հնչեցնել, որ Պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուների թվաքանակը կազմում է 4220 եւ ինքը աճի միտում ունի։ 2 տարվա ծառայությունից 1.5 տարի անցումը արդյոք խզում չի առաջացնի։ Հետաքրքրվեց նիստը վարող փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։ Միանշանակ բոլոր ռիսկերը հաշվարկվել են, որևէ խզում տեղի չի ունենա։ Վանաձորում եւս կբացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն։ Կառավարությանը ներկայացված առաջարկով Վանաձորի Թատերական փողոցում գտնվող պետությանը պատկանող շենքը եւ դրանից հողամասը կնվիրաբերվեն Սիմոնյան կրթական հիմնադրամին։ Հիմնադրամի ուղղությունները կրթական 14-ն են եւ ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամը առաջիկա 3 տարիներին պատրաստվում է 1 միլիարդ 800 միլիոն դրամի ներդրում իրականացնել։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը հետաքրքրվեց ԿԳՄՍ փոխնախարար Արտուր Մարտիրոսյանն էլ պատասխանեց Թումո կենտրոնը գործում է 2011-ից։ Այս պահին Հայաստանի տարածքում կա 6 կենտրոն, իսկ Վանաձորը կլինի 7-րդը։ Բայց նաև ունենք 40 տուփեր, այսպես ասած ավելի փոքր Թումոներ։ Ընդհանուր թիվը շահառուների այս պահին 21000 է, 12-ից մինչև 18 տարեկան երեխաներ, ինչպես նաև ունեն 1000 շրջանավարտներ։ Հաջորդ նախագծի համաձայն պետությունից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում շահութահարկ վճարողների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով կառավարությունից ստացվող աջակցության գումարների գծով արտոնյալ կարգավորումներ կսահմանվեն։ Խնդիրը այն է, որ ներկայումս այս աջակցության գումարները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում ամբողջությամբ, ինչը շահութահարկի գծով հարկային պարտավորություններ է առաջացնում։ Այսինքն, որպեսզի պետական աջակցության արդյունքում ստացված գումարների վրա շահութահարկ չգանձվի, նոր նախագծով անկախ գործունեության իրականացման ոլորտից կսահմանվի այնպես, որ այդ գումարները համարվեն եկամուտ միայն այն չափով, որքան դրանք օգտագործվեն ակտիվներ ստեղծելու կամ ձեռք բերելու նպատակով։ Նախարարը տեղեկացրեց, որ առաջարկվող դրույթների կիրառումը տարածվելու է 2024-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդիրը նկատվել է հատկապես 2024-ից սկսած։ Եթե տնտեսավարող կառուցելա ջերմատուն, ջերմոց, մենք էլ համաֆինանսավորել ենք, այդ համաֆինանսավորման չափով ինքը հաջորդ տարի շահութահարկ պիտի վճարի, հիմա կարգավորումը փոխում ենք, ինքը այդ ծավալը ամորտիզացնում է իր սարքավորումների ամորտիզացման սցենարով եւ հիմնական միջոցների, սա չէ տրամաբանությունը։ Հենց այդպես է, պարոն Գրիգորյան, հիմա մենք քեշբեքի ծրագիր ունենք, որով ներդրումների ծավալի որոշ մասը մի անգամից վերադարձնում ենք տնտեսվարողին։ Միջուկային անվտանգության ու պաշտպանության ամրապնդման համար Հայաստանի Հանրապետությանը 5 միլիոն եվրո կհատկացվի։ Սա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման արդյունքում։ Այս համաձայնագիրը հանդիսանում է 2024 թվականին արդեն ընդունված համաձայնագրի շարունակություն, որով Հայաստանին նշված նպատակի համար հատկացվել է արդեն 12.9 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ, որը կուղղվի արտանախագծային վթարների կառավարմանը, մասնավորապես ջրածնով պայմանավորված ռիսկերի նվազեցմանը։ 5 միլիոն եվրո համաձայնագիրը վերաբերվում է արդեն վթարի դեպքում առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալուն որպես այդպիսին։ Գումարի մի մասով ձեռք է բերվելու ջրածնի այրում իրականացնող սարքավորում եւ տրամադրվելու է ՀԱԵԿ-ին։ Մյուս մասով աջակցություն է ցուցաբերվելու միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին, որպեսզի իրականացվի եվրոպական փորձագետների հետ անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի վերլուծություն։ Օրակարգի զեկուցվող վերջին նախագծով էլ կառավարությունը աջակցություն կտրամադրի Վայոց ձորում խաղողի, արենի եւ ոսկեհաց սորտերի մթերում իրականացնող տնտեսվարողների։ Էկոնոմիկայի փոխնախարար Մանխոջյանի խոսքով առնվազն 700 եւ ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերված արենի եւ ոսկեհաց սորտերի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար կտրամադրվի 70 դրամի չափով սուբսիդավորում։
Տիգրան Վակիմյան, Հորիզոն։